Բարոյական է, որ դատարանը Սամվել Կարապետյանին թույլ չտվեց այցելել հոր գերեզմանին։ Նիկոլ Փաշինյանի օրոք, երբ որ գեշեք, ասում էր չկա դատավոր, որի հասցածները չանեն, նաև դատավորներն են դարձել Նիկոլ Փաշինյանին անբարոյական։ Այսօր դատական համակարգում գտնել արդարություն, դա նույնն է, որ Նիկոլի ղեկավարած երկրում խաղաղություն գտնենք։ Թե հոգեկան առումով, թե սահմանային առումով, որը իրականում նիֆ է այդ, որ ինչ-որ խոսում են։ Կարծում եմ չէ։ Չգիտեմ, քաղցր, դե եթե նստածա։ Տնային կալանքի տակ է։ Հա, ուրեմն, երևի չի կարելի։ Հնարավոր չէ ուղեկցեին ինչ-որ ոստիկ։ Թող ուղեկցեին։ Ազիզ ջան, սրանց արած որ մի բանն ա եղել բարոյական, որ դա լինի։ Բայց մեզ հասնում է, որտեվ այս ազգը պետականամետ չի, սրանք փորամետ են։ Մենակ իրանց փորի մասին են մտածում, թե վաղը այդ փորը հետո որտեղ պետք է կշտացնեն, չգիտեն։ Բարոյականը այն խոսքը չի, անբարոյականը սարսափելի, չի կարելի տենցել այդ, դե անասուն են դրանք, ոչ մի բան չեն հասկանում, կործանում են ամեն ինչին, ընկել են դրանց հետևից, սաղ դրանց թիմակիցներին մեկ-մեկ ձերբակալում են, մեկ-մեկ եղավ այդ ինչ, այդ անասունը չի մտածում, որ մի օր վերջը գալու է իրա, որ կարող է ինքը փախնի, իրան թվում փախնի, որ երկիրն էլ գնա, մորթելու են, երեսին ասեմ, որ դե գնա, աշխարհի որ ծերն էլ գնա, եթե Արկտիկա, Անտարկտիդա գնալու են խփեն, այդ կան մի բան։ Մեր մոտ բարոյականությունն էլ է վերացած, ամեն ինչն է վերացած, դա բարոյականության հետ չկավենք, մեր հայ մարդը իր հոր գերեզմանին չայցել է, դա անամոթություն է, դեռ ինչ նկատառումներ են ունենում, որ Սամվել Կարապետյանը չմասնակցե, ինչ է բանին, ընդրություններին, ոչ, եթե հայ են, բոլորը միասին պայքարում են իրենց երկրի համար, պետք է բոլորը մասնակցեն եւ ոչ թե մեկին բանդը քշեն մյուզը։ Ինքը պայմանագիր է կապել Ադրբեջանի հետ, ուրա գերիների փոխանակումներ կատարեցին, ուրա իրա գերիները եւ արհեստական կերպով ինքը բոլորին Արցախի ղեկավարներին ուղղել է դեպի բանդ, վերջապես ինչ է ուզում, ազգային ժողովում նստած բոլորը միասին, ոչ մի աշխատանք չեն կատարում, անամոթություն է դա։ Բարոյական է, որ դատարանը թույլ չի տվել Սամվել Կարապետյանին այցելել հոր գերեզմանին։ Ոչ կարա բարոյական լինի, ամոթ է մեր ազգի համար, շատ ամոթ։ Չգիտեմ, այդ դատարանին արդվել։ Տնից չեն թվել գնալ չեմ կարծում, բայց գիտեք ինչ, օրենքները երբեմն այնքան խիստ են, որ մարդիկ հաճախ շատ բաներ կա, որ կարող էին անել, բայց օրենքը արգելում է, բրծավ գնաց։ Հիմա բարոյականության հարցը չէ, օրենքը այդպես է։ Բայց հնարավոր չէ ինչ-որ ոստիկանների ուղեկցությամբ գոնե այնքան լուրջ հանցագործություններ արել, որ թույլ չեն տվել։ Դե գիտեք, հաճախ ինձ թվում է, իմ համեստ կարծիքով, էլի, օրենքի առաջ մարդիկ պետք է հավասար լինեն, ոնչ որ Սամվել Կարապետյանը, այդպես էլ մյուսը օրենքի առաջ պետք է հավասար լինեն, ոչ թե մեկի համար օրենքը ավելի լինի օրենք, քան թե մյուսի համար։ Էս է բանը, չգիտեմ, կարծեմ, վստահ չեմ թե ճիշտ եմ, բայց այդպես եմ մտածում։ Ոչ թե բարոյական է, այն հազար անգամ անբարոյական է, կամ էլ ով իրավունք ունի թույլ չտվեք գնա գերեզմանին, էսի ինչ է, ես չգիտեմ, ես ուղղակի չեմ կարողանում ոչ մի բան, կամ էլ ինչ կլներ, ես չգիտեմ, ինչ ճիշտն է ճիշտ է, ինչ կլներ, չի թողեք գնա, ես չգիտեմ, իմ գլխի մեջ տեղ չանում դա, եթե կամ էլ ինչ էր խանգարում, ինչ վախենում են փախներ, հա, ես չգիտեմ, ինչ կարելի եմ ասել, կամ էլ այտենց մեծ հանճարեղ խելքն ա եղել, որ դա արգելել են, դա ում խելքն ա եղել,
Չինած ինձ սաղել իրանց դրել են անջարի տեղ։ Չգիտեմ աղջիկ ջան, ես չեմ կարող անց բան ասել, որտեվ ես իսկականից չեմ պատկերացնում։ Հա, եթե ինչ-որ միտեղ կասկածում ես մեր գոքի ձեր մարդկանցից թող իրան ուղեկցեն, եթե կասկածում եք։ Երեդ ինչ շնորհ կա, ես չգիտեմ, չեն թողում գնա գերեզմանին, իմ խելքը չի կտրում։ Դուք մոռանում եք, որ երկրում եք ապրում, դուք ապրում եք Հայաստանում։ Հայաստանի Հանրապետությունում բարոյական հասկացողությունը դա վերացական հասկացողություն է։ Վերացական։ Եթե Փաշինյանը, այսինքն մեր չէ, վարչապետը, բարոյականությունը չգիտի ինչ բան է, էլ ինչ կարելի է պահանջել դատարաններից, ինչ, չէ որ նա պետք է օրինակ ծառայի, նա պետք է ցույց տա, նա պետք է ստեղծի անհրաժեշտ պայմանները, որպեսզի մարդիկ հասկանան, թե բարոյականությունը ինչ բան է։ Ցավոք մեր հանրապետությունում դա գոյություն չունի։ Փող եւ միայն փող, հարստություն եւ նման բաներ։ Թքած ունեն եւ բարոյականության վրա, թքած ունեն եւ սրբության վրա, թքած ունեն եւ արդարության վրա, ընդհանրապես թքած ունեն ամեն ինչի վրա։ Այ տեսեք, յաներն անջատած քայլում են, յաներն անջատած, նրանց չի է դա կրում, թե դատարանի արած բարոյականը, թե անբարոյականը։ Նրանց բացարձակապես դա չի հետաքրքրում։ Այահավորը դա է։ Գիտեք, ես ինչ որտեղ կարդացել եմ, որ այնքան վտանգավոր չեն գողերն ու մարդասպանները, որտեղ նրանք միայն կարող են սպանել եւ գողանալ։ Առավել վտանգավոր են անտարբեր մարդիկ։ Այդ ցավորն, հենց նրանց թույլտով եւ հենց նրանց թույլտվությամբ, որ գողը գողանում է, մարդասպանը մարդասպանում։ Այնպես որ բարոյականության մասին խոսելը Հայաստանում դա վերացական բան է։ Ինչ բարոյականություն։ Դա ինչ բան է։